Փախստականների հետ կապված հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության ներքո։ Խնդիրն առավել սրվեց 2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո, երբ Ղարաբաղից բռնի տեղահանվեց ավելի քան 100,000 հայրենակից։ Այս տարիների ընթացքում պատկան մարմինները կառավարության առաջնորդությամբ հոգացել եւ իրենց ուշադրության կենտրոնում են պահել սոցիալ-հոգեբանական տարբեր խնդիրների բախվող բռնի տեղահանվածների։ Պետական, միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների եւ փախստականների իրավունքների պաշտպանության եւ խթանման հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց, որ ստեղծված խորհրդի նպատակը փախստականների եւ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները հասցեագրելն ու դրանցով զբաղվելն է։ Ըստ նրա, խորհրդի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանում ներգրաված են բռնի տեղահանվածների եւ ապաստան հայցողների բնագավառում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ։ Ըստ Մանասյանի, հասարակական խորհրդի ձևավորման հիմնական գաղափարն այն է, որ պետության կողմից կայացվող որոշումների գործընթացում ներգրաված լինեն ոլորտային կազմակերպություններ, փորձագետներ եւ նրանց ձայնը լսելի լինի։ Մանասյանը ընդգծեց, որ թե բռնի տեղահանված եւ թե փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, որոնք հաճախ դիմում են ՄԻՊ-ին, տարբեր խնդիրներ ունեն՝ սոցիալ-հոգեբանականից մինչև կենցաղային աշխատանքային իրավունքների պաշտպանություն։ Թեև այս խնդիրներով հաստատությունը մշտապես է զբաղվել, բայց վերջին տարիներին ու իմ ընտրությունից հետո էլ մենք սա հռչակել ենք որպես նաև մեր գործունեության առաջնահերթություններից մեկը եւ այդ թվում ընդհանուր առմամբ փախստականների իրավունքների հետ կապված հարցերը հիմա դիտարկելու ենք որպես ավելի գործունեության առաջնահերթ ուղղություն եւ վստահ եմ, որ խորհրդի գործունեությունը կնպաստի նաև այդ հարցերին։ Մինչև 2022 թվականը տարեկան կտրվածքով ապաստան հայցողների թիվը կազմել է 250, սակայն 2023 թվականից սկսած նրանց քանակը կտրուկ աճել է, հասնելով տարեկան մինչև 1000 դիմումի։ Այս մասին էլ ասաց ՆԳՆ միգրացիա եւ քաղաքացիական ծառայության պետ Նելի Դավթյանը։ Վերջինս ընդգծեց, որ բացի Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից դասական իմաստով ապաստան միջազգային պաշտպանություն հայցում են հիմնականում հարևան եւ պատերազմի մեջ գտնվող երկրների քաղաքացիները։ Մենք ունենք դիմումներ Աֆղանստանից, Եմենից, Ուկրաինայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Իրանից, եթե top 5 երկրները նշելու լինեմ, տասնյակ դիմումների մասին է խոսքը, ոչ ավել, եւ միտումը որպես կանոն ապաստանի մասին երբ խոսում ենք, գրեթե բոլոր պետությունների պայմաններում սա օրինաչափություն է, որ նկատվում է, որ դիմում են հարևանությամբ գտնվող երկրներից, ինչպես նաեւ պատերազմական գոտում գտնվող երկրներից, մեզ համար նաեւ ավանդական են Սիրիայից, Լիբանանից հոսքերը, շատ հաճախ չէ, բայց երբեմն ազգությամբ հայեր են դիմողները, բայց բնականաբար այլ պետության քաղաքացի, որովհետեւ իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող փախստական լինել Հայաստանում։ Միջոցառմանը ներկա էր նաև ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ բռնի տեղահանված անձանց եւ ապաստան հայցողների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության ներքո եւ պատկան այլ մարմինների հետ գործակցությունն այս բնագավառում կարեւոր է առավելագույն արդյունքի հասնելու համար։ Ցանկացած քաղաքականություն, որ մենք մշակում ենք ուղղված նշվածս խմբերին, հիմնված է իրավունքի գերակայության գաղափարի վրա։ Մեզ համար կարևոր են, որ մեր քաղաքականությունները լինեն իրավունքի վրա հիմնված։ Միջոցառմանը ներկա էր նաև ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրին, որ նույնպես ողջունեց ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնությունը եւ վստահեցրեց, որ ժողովրդավար եւ բարեկամ Հայաստանի հետ գործակցել եւ գործակցում են սիրով։ Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել ոլորտային խնդիրների լուծմանը։